Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 20-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Բնականաբար անդրադառնանք նաև ավելի լարված, գնալով ավելի է լարվում Իսրայել-Իրան բախումները, որի պարագայում նաև հետևանքներ դա ունի, նաև վտանգում է տարածաշրջանը, նաև ինչ չէ նաև աշխարհը, որովհետև դիրքավորվել են տարբեր պետություններ, պարտադիր իհարկե կանդրադառնանք նաև Նիկոլ Փաշինյանի այցելությանը Ստամբուլ, հաղորդագրությունը կար, որ Էրդողանի հետ պետք է հանդիպի երեկոյան, մինչև այս հաղորդումը սկսելը որևէ ինֆորմացիա չկար, դրա համար դրան, եթե ուշագրավ ինչ-որ բան ասած կլինի, կանդրադառնանք վաղը։ Իսկ հիմա սկսենք հերթով գալ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նիստում հայտարարել է. Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի խորացումը կարող է հանգեցնել երկրի օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, ինչն ավելի վաղ արել է Եվրամիությունը։ Տեսեք, մենք այս պահին Եվրամիության հետ օդային կապ չունենք, Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար, արդյոք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը, եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո, որովհետև Բրյուսելը ձեզ կասի, փակեք ձեր երկինքը եւ դուք կփակեք ձեր երկինքը եւ դուք այլընտրանք չեք ունենա, եւ ինչ ասել է Օվերչուկը։ Ավելի տարօրինակ բան, քան այսօր նա խոսա նրա մասին, որ Հայաստանը պատրաստում է երկինքը փակել, երբ որ Հայաստանսկի քայլ չարե Եվրամիության անդամակցության ուղղությամբ, բայց սա չի խոսում նրա մասին, որ Ավերչուկը դրա մասին չգիտի։ Ավերչուկը դրա մասին շատ լավ գիտի այդ ընթացքից, թե Հայաստանն ինչ է անում։ Նա պարզապես ցանկանում է ասել, որ մենք արդեն կանխարգելիչ սպառնալիքներ ենք ուզում հնչեցնել, բայց մտավախություն ունենք, որ դուք կանեք, դա ստիպված մենք ենք անում։ Շարունակությունը նայենք, որ հասկանանք։ Նույնը վերաբերում է սահմանին տեղի ունեցող տեղափոխումներին։ Հայկական բեռնատարը կհասնի վերին Լարս, այնուհետև բեռը կտեղափոխվի բելառուսական կամ ռուսական բեռնատարի մեջ, որը կտանի բեռը Ռուսաստան, իսկ հայաստանցի վարորդը կվերադառնա Հայաստան։ Ահա թե ինչ կարող է իրականում պատահել, ասել է Ավերչուկը։ Այսինքն այս ամեն ինչը վերաբերում է Հայաստանի Եվրամիության անդամակցությանը, որ շատ երկրներ 20 տարի են դրան ձգտել, հիմա այսօր կան տեխնատու պետություններ, որ դեռ չգիտենք անդամ կդառնան թե չէ։ Այսինքն այս կարգի բանը հնարավոր չի ինքնել տնտեսական ոլորտը համակարգող փոխվարչապետը չիմանա, որ մենք դրանից շատ հեռու ենք։ Բայց ինքը ուզում ասի արդեն ձեր նույնիսկ առաջի քայլի հետ կապված մենք մեր քայլերն անում ենք ընդդեմ Հայաստանի։ Դա է, մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Ալեքսեյ Ավերչուկ, Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները ինչ-որ բան սխալ է ընթանում, եւ ես մեր հայ գործընկերների ուշադրությունն այս հարցին հրավիրել եմ դեռ սեպտեմբերին, երբ այցելել էի Երևան։ Եվրամիության ուղղությամբ շարժվելու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգուշ է դարձել։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության մեջ ակնհայտ է, որ տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 միլիարդ դոլար, ինչը լուրջ թիվ է։ 26 միլիարդ դոլար հնա ունեցող երկրի համար սա նշանակում է 23% կորուստ, եւ սա հայկական քննարկմանը դեռևս միայն ռուսական բիզնեսի արձագանքն է։ Ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի, եթե Երևանը որոշել է Եվրամիությանը միանալ, նշել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։ Իդեպ, երբ որ մենք խոսում ենք, որ Հայաստանը ապագա ունի միայն Եվրամիության ուղղությամբ քայլեր անելու, մեր ընդդիմախոսները, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ասում են, ձեր ուզածը ինչ է, բայց եթե մենք հիմա ԵԱՏՄ-ից դուրս գանք, կամ ԵԱՏՄ-ի ուղղությամբ քայլեր անենք դուրս գալու, կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնենք, բա մենք չէ որ խնդիրներ կունենանք, պրոբլեմ կունենանք, բայց դուք հասկանում եք, որ հիմա չի կարելի նման քայլեր անել։ Ասում ենք իհարկե լուրջ պետք է Եվրամիության հետ աշխատել, որպեսզի իրանք փոխհատուցեն այն խնդիրները, որոնք մենք կունենանք, եթե անկարծ Ռուսաստանը երես թեքի մեզանից, կամ մենք երես թեքենք Ռուսաստանից եւ դուրս ենք գալիս այդ կազմից։ Բայց ինչպես տեսնում եք, մենք հիմա կորուստները Ռուսաստանի հետ կապված ունենք, բայց Եվրամիության ուղղությամբ բացարձակ քայլ չենք անում։ Ընդհակառակը մտածում ենք, որ դա կկոմպենսացնենք Թուրքիայի միջոցով։ Այդ է հարցը, հիմա մենք կանդրադառնանք։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրի համագործակցության շրջանակում արձանագրվող թվերը վկայում են, որ մենք ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն ունենք այս ոլորտում, իսկ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է եւ խթանում հարաբերությունների զարգացմանը։ Ժորժ ջան, ես նույն ֆորումին մեն էս երկուսն եմ մասնակցում։ Նրա ասած թվերը էս նույն մարդը լսում, այն ինչ ասում։ Նա ասում է արդեն մենք ձեզ չենք վստահում։ Ուրեմն դուք պետք է հասկանաք, որ քայլեր պետք է անեք, հիմա որ ուղղությամբ եք անում։ Ձեզ մեղադրում են, որ դեպի Եվրոպա եք քայլ անում, բայց դուք դեպի Եվրոպա քայլ չեք անում։ Արդյունքում ինչ է ստացվում։ Ընդեղից կորցնում ենք, ընդեղի ուղղությամբ քայլ չենք անում։ Բնականաբար պետք է ասեք Բաքորուստը ոնց վերականգնենք Թուրքիայի միջոցով։ Ես ինչ եմ ասում, որ Ավերչուկը պատահական չի, որ սենց սրում է։ Այսօր Եվրամիության հետ կապված սրված հարաբերություն չկա։ Շարունակենք։ Վստահ եմ, որ հայաստանցի արտադրողները կարող են ապահովել մրցունակ եւ այդ թվում ռուսաստանցի սպառողների համար պահանջարկ վայելող արտադրանք, բայց պիտի ավելի շատ մտածենք լոգիստիկայի եւ կոնսոլիդացման մասին, ասել է Մհեր Գրիգորյանը։ Այսինքն ուշադրություն դարձրեք, մենք ինստիտուցիոնալ փոխկապակցված ունենք եւ Ռուսաստանի կապիտալի ներկայությունը ուրախացնում է մեզ, հասկանում եք։ Սա է ասում ինքը։ Այս Հայաստանի տեսակետն է եւ նորից ինչ է շարունակում Մհեր Գրիգորյանը։ Երևանը կկարողանա ԻԱՏՄ-ից դուրս գալու եւ հնարավոր է մեկ այլ ինտեգրացիոն միավորմանը միանալու հարցը միայն ռիսկերի եւ հետևանքների մանրակրկիտ գնահատումից հետո։ Այսինքն մինչեւ այսօր մենք մանրակրկիտ չենք գնահատել։ Այն օրենքը, որ որպես հռչակագիր ընդունվում էր, որ սկսում են գործընթաց, մինչեւ այդ օրենքը ընդունելը մանրակրկիտ չի գնահատվել։ Օրենքը ընդունելուց հետո էլ չի գնահատվել։ Հարցածախում ինչու։ Առանց ստեղծված իրավիճակը վերլուծելու անհնար է որևէ քայլ ձեռնարկել, այսինքն որևէ քայլ ձեռնարկված չի։ Իրական գնահատականներ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ գործընթացն իրականում սկսվի։ Գործընթացը չի սկսվել, ժողովուրդ ջան։ Գրիգորյանի խոսքով սա միանվագ որոշում չէ, այլ երկարաժամկետ գործընթաց, հաշվի առնելով բազմաթիվ պարամետրեր։ Միայն համապարփակ վերլուծությունից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ հետևանքներ կլինեն դրական, բացական թե չեզոք։ Սա ինչու համար ասեցի, որովհետև որոշ մարդիկ Նիկոլ Փաշինյանի այս բոլոր ապօրինությունները արդարացնելու համար ասում են, բայց լավ, վերջը մեր Եվրոպա է տանում, գոնե հանուն դրա, որ մեզ պոկում է Ռուսաստանից, հանուն դրա մենք իրան սատարում ենք։ Պետք չի այդպես բաներ ասել, որովհետև ոչ մեկը ձեր ասածին չի հավատում, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում։ Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը տանումը Թուրքիա, դրա մասին էլ կխոսենք, բայց Ռուսաստանից էլ չի պոկվում։ Այսինքն Ռուսաստանի հետ կապված ուրախացած են, ոգևորված են, բայց իրականում քայլեր են անում, որով Թուրքիայի մոտ վստահություն ստեղծել, մենք դուրս ենք մղելու Ռուսաստանին, ձեզ համար տարածք ենք բացելու։ Կառավարությունից հայտնել են Հայաստանի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, Ստամբուլում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իհարկե հանդիպումը արդեն տեղի ունեցել է, բայց կառավարության հաղորդագրությունը կարծացի այնպես, ինչպես եղել է, առանց խմբագրելու։ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Փաշինյանը ելույթում ընդգծել է, որ մենք նոր դարաշրջան ենք եւ ասել է. Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար եւ Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար։ Երեկոյան կկայանա վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մինչեւ Էրդողանի այդ հանդիպումը որտեղից Նիկոլ Փաշինյանի երաշխիք, որ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար։ Որ քայլով է Թուրքիայի պարզ դարձել Հայաստանի վարչապետին, որ ինքը սպառնալիք չէ։ Ինքը չի ասել, որ կանգնած է Ադրբեջանի թիկունքին, չի ասել, որ Ադրբեջանի պահանջները մինչև չկատարվի, մենք հարաբերություն չենք հաստատի։ Չի ասել ամեն առումով աջակցում են, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, գործնականում իրենց բանակները միավորել։ Որ քայլից է երևում, որ Թուրքիան մեզ համար սպառնալիք չէ։ Ասես, որ այսօր չի սպառնում, հասկացանք։
Բայց եթե ընդհանրապես Թուրքիան սպառնալիք չէ մեզ համար, մեր ուզում իմանամ ռազմական դոկտրինում ինչ կա գրած Թուրքիայի հետ կապված։ Բանա նորը ընդունել ենք, փոխել ենք արդեն այդ մասերը։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Եվ մեկ էլ ասենք այս հարցը, որ հիմա մարդիկ ուզում են հասկանալ, ի վերջո հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել է Թուրքիա, ուստեղ միացած դրական ֆոն են ստեղծել, այո, դրական են գնահատում Թուրքիայի հետ պետք է հարաբերությունը լավացնել, հարևանների հետ պետք է հարաբերությունները լավացնել։ Յորջ ջան, բոլորն էլ կողմ են հարևանի հետ հարաբերությունները լավացնելուն։ Թե ինչ մի բան է, բայց հարց է ծագում ինչի գնով։ Կամ որ ասում են ինչ է, եթե խաղաղություն չեք ուզում, պատերազմ եք ուզում, ոչ մեկն է պատերազմ չի ուզում, բայց ուզում է իմանա խաղաղությունը ինչի գնով։ Խաղաղությունը զիջումների գնով տանում է պատերազմի ավելի դաժան ձևով, որտեղ մենք զիջումներից հետո ենք պատերազմում։ Իսկ եթե դու ճիշտ ձևով արժանապատիվ բանակցություններ վարես, այդ խաղաղությունը կունենաս։ Այսինքն պետք չի ասել դուք դեմ եք հարևանների հետ հարաբերություն կարգով, իհարկե դեմ չենք։ 100 անգամ եմ այդ օրինակը վերել, որ Լեհաստանը այդքան տուժել է Գերմանիայից, բայց իրար գրկախառնվեցին, երբ որ Եվրամիության անդամ դառան, որովհետև ընդհանուր ապագա ունեին, անցյալներ չէին հիշում, որ Լեհաստանի տարածքում Օսվենցիմ եւ Մայդանեկ համակենտրոնացման ճամբարները գերմանացիներն էին բացել։ Բայց հիմա թշնամի են համարում Ռուսաստանին, որովհետև նրա հետ ապագա չեն տեսնում։ Դրա համար հիշում են դաժան անցյալը։ Նույն դաժան անցյալի դեպքում ներողություն Նույն դաժան անցյալի դեպքում Ռուսաստանին մեղադրում են խորհրդային միության արածի համար, բայց նույն դաժան անցյալի դեպքում Գերմանիային չեն մեղադրում իր անցյալի համար, որովհետև իրար հետ ապագա ունեն։ Ես չեմ տեսնում, որ մենք Թուրքիայի հետ ապագա ունենք։ Տարբերությունը սա է։ Եվ հետո առաջանում է մի հատ աբսուրդ բան։ Այս ամբողջ 20 տարվա մեջ ես ինչքան հրապարակային գործունեությամբ զբաղվում եմ, 20 տարուց ավել, միշտ ասում էին, որ ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի։ Բացատրում էինք, որ ռուսը չի, որ թուրքից մեզ փրկել է, բացատրում էինք, որ 91 թվականին Բելավեջկայա Պուշչայով հենց Ռուսաստանը փլուզեց խորհրդային միությունը, 3 երկրով ստորագրեցին, բայց Ռուսաստանի նախաձեռնությունն էր, դերակատարությունն էր շատ մեծ։ Ռուսաստանը հետո այսօր կանգնում ասում է, որ մենք իրավահաջորդն ենք խորհրդային միության եւ ցարական Ռուսաստանի, բան չի փոխվել, մենակ կանոնն է փոխվել։ Ցարական Ռուսաստան, խորհրդային միություն եւ Ռուսաստանը դրանք նույնացված են, այսպես է ինքը ներկայացնում։ Բայց այդ պարագայում հարցը ծագում, բա ով մեզ թողեց մենակ Թուրքի դեմ։ Երբ որ մեր սահմանը խորհրդային միության բանակն էր պահում, իսկ խորհրդային միությունը չկար այլևս, ու այդ զինվորին որևէ մեկը հրաման չէր տալու սահմանը պահել։ Բա ով մեր սահմանը պահեց։ Այդ ռուսը ինքը կանգնեց, հետո Պուտինն ասեց, որ որպեսի հաջողանանք արևմուտքին խորհրդային միությունը փլուզեցինք։ Բա Ռուսաստանն է մեր սահմանը պահել Թուրքի հետ։ Այն Թուրքի, որ քանի օր էր իրան պետք, որ Հյուսիսային Կիպրոսը օկուպացներ, երելա քանի տարի առաջ, 74 տվին, իսկ մենք խոսում ենք 91 թվականին։ 100 այդպիսի օրինակ ենք վերել, որ հերիք ասեք Ռուսաստանը չլի, թուրքը մեզ կուտի։ Այդ հիմա մինչև այսօր ասում են մեր խորհրդարանական ընդդիմությունը, այսինքն նախկինները, այսպես ընդհանրացված ասենք։ Հիմա այսօր մենք մտնում ենք նոր փուլ։ Միանանք Թուրքին, որպեսզի ստեղ հանենք ռուսին։ Էն էլ էր աբսուրդ, էս էլ է աբսուրդ։ Մի ցնդաբանությունն է, մի բարբաջանք էլ սա է։ Այսինքն, որ հիմա որպեսի ազատվենք ռուսից, պետքա միանանք Թուրքին։ Թուրքը չլինի, ռուսը մեզ կուտի։ Հիմա էլ սա է առաջ տանելու։ Իշխանությունն էլ այս գաղափարն է առաջ տանելու։ Դրա համար ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը հիմա սանիտարի ֆունկցիա է կատարում։ Շատ արագ ինքը հիմա քանի որ ագրեսիվ պայքարի մեջ է մտել, այնա իր իշխանավորները պարզա, բոլորը գովելու են Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելուն, բայց նորից եմ ասում, հարևանի հետ հարաբերություն կարգավորելը բոլորս էլ կողմ ենք։ Բայց Նիկոլ Փաշինյանի ծրագրով հարևանի հետ հարաբերություն կարգավորելը, դա չի բխում Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերից։ Բայց քանի որ հիմա ագրեսիվ պայքար է գնում, Նիկոլ Փաշինյանը իր բոլոր աջակիցներին հրապարակային գործիչներին պետք է ասեն սազնառեք եւ գովեք, որ վերջապես Թուրքիայի հետ հարաբերությունը լավացրեցինք։ Այո, ինչի եմ ասում սանիտարի ֆունկցիա կատարելու, որովհետեւ մենք բոլորս տեսնելու ենք հիմա ով է գովերքում թուրքական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանին սատարելու համար, ներկայացնելու որ դա բխում է Հայաստանի շահերից։ Մարդիկ էլ պարզ կտեսնեն իրանց գնահատականը կտան։ Վաղներ չեք կանգնի, ասեք դե մենք ինչ մեղավոր էինք, մենք բանը պաշտոնյա չենք։ Մենք կանգնեցինք կարծիք էինք հայտնում, որ լավ բան անում Նիկոլ Փաշինյանը։ Բա մենք հո չգիտեինք, որ այս բանը սենց եղավ Հայաստանի դեմ։
Հա, բայց դուք դրանով կողմնորոշում եք հասարակությանը, որ լավ քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանին գնացեք ձայն տվեք, մարդը լավ բան է անում։ Դուք ձեր մեղավորությունը դրանում չեք զգում։ Իսկ հիմա սրա քայլը կգնա ցուցումները Էրդողանից կստանա, հաջորդը կլինի Ալիևի հետ հանդիպում, Ալիևի հետ կգնա կնստեն կպայմաններ, մի հատ էլ Ալիևին կհրավիրի, որ գա եկող տարվա ֆորումին մասնակցի Հայաստանի քաղաքական Եվ արդյունքում պայմանավորվածության արդյունքում, որ այդ երկուսն էլ գան Հայաստան, պետք է լինի, որ նրանց ազդեցությունը Հայաստանի վրա մեծացնել։ Իբր թե մեր ժողովրդին ասել, վերջապես պրծացնում ենք Ռուսաստանից։ Երեգել եմ ասել, իմացեք, Ռուսաստանը ստեից չի գնալու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պարագայում, բայց այն երկուսը մտնելու են Հայաստան։ Այնպես որ ամեն մեկը իմացեք, թե ինչի տակ եք մտնում, երբ որ դա ողջունում եք։ Իսկ հիմա դրա ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են հունիսի 29-ին, այսինքն այսօր առավոտյան 8-ից 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուշացներ չկան։ Եթե մեր Պաշտպանության նախարարությունը կոնկրետ ձևակերպում է անում։ Ստորաբաժանումները այսինքն ինչ ա եղել, տենց լուրջ կրակ ա եղել, մի հատ ուղակի կրակել են, պարզեցիք որ ստորաբաժանումը կարող է պատահական մեկն ա կրակել։ Այսինքն այսպիսի ձևակերպում, այսինքն դուք հստակ նշում եք, որ կրակողը Ադրբեջանի պետական կառույցն է։ Այն հոգնակիով ասելու դեպքում հասկանում ենք, որ նկատի ունեք, որ ոչ թե Ադրբեջանից կրակոցը հնչել, այլ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել, չէ՞։ Այսինքն այս ձևի գնահատական եք տալի։ Հիմա դրան էլ են ձև գտել, ախր։ Ասում Ալիևը նեղվել է, որ Թուրքիան ուզում է Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորել։ Նեղված կրակել է։ Ուրեմն Փաշինյանին հաջողվել է Էրդողանին Իրանով անի։ Ժորժ ջան, լավ եք էլի, ախր դուս եք եկել այդ մանկապարտեզի տարիքից։ Թուրքիան Ադրբեջանի ձեռ չի քաշում։ Եթե իրանց պետք է խաղեր խաղալ ջղային ոստիկանի եւ բարի ոստիկանի ֆունկցիա կատարել, իրանք դա անում են բոլոր երկրների հետ։ Իսրայելի հետ հրաշալի հարաբերություն ունի Ադրբեջանը, շատ վատ հարաբերություն ունի Թուրքիան, որպեսզի Թուրքիան չկորցնի թուրքական պետությունների վրա հեղինակությունը, բայց իրենք լավ էլ պասերով խաղում են, իրանց հարցերը լուծում են։ Պետք է մի հատ Ադրբեջանի իբր թե Ռուսաստանից նեղացել է, Թուրքիան ավելի մոտենա։ Նույնը Եվրամիության հետ, նույնը Ամերիկայի հետ։ Դուք ուզում եք մտածեք, որ իրանք տարբեր Նիկոլ Փաշինյանը գնացել է Էրդողանին համոզելա, որ ինքը ավելի հավատարիմ է, քան Ալիևը իր համար։ Եթե դա այդպես էլի, դա ավելի մեծ խայտառակություն, ավելովա սուս մնացեք էլի։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարում մեր շուրջ, որովհետև Իրանի հետ կապված շատ դաժան փուլ ենք մտնում, առայժմ դեռ չի երևում հանգուցալուծում, չնայած բանակցություններ բան գնում են դրա մասին կխոսենք, որտեղ դա էլ է շատ լուրջ ձևով անդրադառնում նաև մեր վրա։ Բացի այն, որ բեռնափոխադրումների արծող խնդիր կարող է լինի, գնալով անընդհատ դժվարությունները առաջանում, որ կարող է այնպիսի հարվածներ հասցնեն, որը առաջացնի մեծ արտահոսք։ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգն ասել է. Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամեյնիին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ եւ չի ձգտում փոխել երկրում կառավարությունը։ Խամեյնին մեր թիրախը չէ եւ մենք ռեժիմի փոփոխության նպատակ չունենք։ Սակայն պարզ է, որ Խամեյնիին սպանելը կլիներ կողմնակի ազդեցություն, որն Իրանի ժողովրդի համար օգտակար նշանակալի պատմական հետևանքներ կունենա, ասել է Իսրայելի նախագահը։ Այսինքն Իսրայելը Իրան իրավունք հավերապահ մեկ ուրիշ երկրում սպանի նրա առաջնորդին, որով ժողովրդին ազատի այդ առաջնորդից, այդ առաքելությունը Իսրայելին ով է տվել։ Այսինքն եթե դու վտանգ ես տեսնում քո հետ կապված, դրա մասին խոսա։ Բայց չէ, դու ժողովրդին փրկիչ ես, հա։ Սպանենք ձեր ղեկավարին, փրկենք ժողովրդին։ Թող ժողովուրդը որոշի, ուզում է այնց փրկվի թե չէ։ Որտեղ ժողովուրդը որ ուզում է իր ղեկավարից փրկվի, լցվել է փողոց եւ այդ ղեկավարից փրկվել է։ Իդեպ, որտեղ այդ ղեկավարին շատ լավ պաշտպանում էր
Մոհամմադ Ռեզա Փահլավին պաշտպանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական բազմաթիվ սխալների մեջ առանցքային սխալներից մեկը նաեւ Իրանի նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենալն է, որ շահի իշխանության ժամանակ մենակ նրա հատուկ ոստիկանությունը սավակը որ կար այնպիսի քայլեր կատարել է ժողովրդի դեմ, որ ոչ թե իրանք են հիշում, դա մենք ենք հիշում, որ Իրանի հետ առնչություն չենք ունեցել։ Այնպես որ ուզեմ ասեմ, եթե ինչ-որ բանը մեղադրելու բան ունեք, մտածեք թե այդ ոնց արեցիք, ոնց աջակցեցիք, որի պարագայում այս իշխանությունն եկավ։ Առավոտից իրիկու մոլլաներից բողոքում եք, բայց նրանք հետևանք են ձեր վարած սխալ քաղաքականության, որի պատճառով նրանք կարողացան այնքան պարարթող ունենան, որ գան։ Հիմա փոխանակ սխալը ուղեք, մտածեք ոնց հարցերը լուծեք, մտածում եք մի հատ դե լավ, քանի որ մեր մեղքով եկել են կրոնապետությունը ստեղծվե, բերեք կրոնապետին սպանենք, որպեսի խաղաղություն բերենք։ Այդ նրան դուք եք բերե։ Դրա համար դա համոզիչ չի թվում, էլի, այդ դրա համար իրանք սխալվեցին, երբ որ կարծում են, որ բավականա դրսից հանկարծակի բանակցության իմիտացիայի տակ հարձակվեն, Իրանը միանգամից կփլուզվի։ Դե ասում են, որ դա չի լինելու, ընդհակառակը համախմբվելու են, դե զարմանում են, որ Իսրայելի հատուկ ծառայությունները, որ աշխարհը մնաց համբավ ուներ, որ բոլորը դրան էին օրինակ բերում, ինչ ելնում էր ասում են նրանց տեսքում ոչ մի բան չկա, դա էլ էր փաստորեն գերագնահատված։ Էդ էլ փաստորեն իրանք չէին տերապետում իրական վիճակը։ Այսինքն Երևանում նստած մենք կարայինք իմանանք, որ դա չի լինում, դուք այդքան ծառայություն ունենալով չգիտեիք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կարծում է, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական գործակցության հասնելու հնարավորություն կա եւ երկու շաբաթվա ընթացքում կորոշի թե արդյոք ԱՄՆ կհարձակվի հարվածի Իրանին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, ես որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում, գործել թե ոչ։ Մեջբերում է Թրամփի խոսքերը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Իհարկե այս տատանումը գալիս է Դոնալդ Տրամփի նրանից, որ ինքը խաղաղասերի համբավ էր ուզում ստեղծել, դա մինչև ընտրությունները նախընտրական շրջանում, այսա ուկրաինական հարցը կլուծենք, այսա Պակիստանն ու Հնդկաստանը մի զանգով հարցերը լուծեցինք, հիմա էլ էս այս ենք անում, հիմա ներքաշվել պատերազմի մեջ, որևէ ձևով դա չի արդարացվելու։ Իսկ Իսրայելը փաստորեն փաստի առաջ կանգնացրեց Ամերիկային, ինքն է փաստի առաջ կանգնեց, որովհետև Ամերիկան այս պահին դեռ պատրաստ չէր իրան պաշտպանելու։ Այն ծանր հարվածները, որ Իսրայելը ուտում է, դա խոսում է ինչի մասին։ Դա խոսում է նրա մասին, որ նույնիսկ Իսրայելը չէր պատկերացնում պատասխան ինչա ստանալու, Ամերիկան պատրաստ չէր պատասխանը պահելու։ Բայց արդեն Թրամփը շտապեց ասել, որ 60 օրը տվել էի, այսինքն իմ ասած ժամկետում է կատարվել։ Եթե Թրամփի ասած ժամկետում կատարվեր, դուք պետք է պատասխան հարվածին պատրաստ լինեիք։ Դրա մասին խոսում ենք, որ այդ պատասխան հարվածը լինելու է, եւ այդ պատասխան հարվածի դեմ արդյունավետ չեք կանգնելու, որովհետեւ այն լայն կոալիցիան, որը ստեղծվեց անցյալ տարի, երբ որ Իրանը թաթերականացված հարվածում էր, այս կողմն էլ այդ հրթիռները խփում էր, այս անգամ դա այդպես չի լինելու։ Եվ իսկապես դա այդպես էլ կյանքը ցույց տվեց։ Մագատեն հայտնել է, որ 5-7 օրը Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վնասվել է Իրանի Էրակ քաղաքում գտնվող ծանր ջրի ռեակտորի կարևոր շինությունները, թեև սկզբում Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանի վնասվածքները տեսանելի չէին, հետագայում գործակալությունը գնահատել է, որ օբյեկտի կարևոր շինությունները ներառյալ թորման սարքավորումները վնասվել են, հայտարարել է Մագատեն։ Սա նաև ինքը երբ որ ասում է, որ կարող է հանկարծ որևէ ձևով արտահոսքեր լինեն, դուք պատկերացեք այդ արտահոսքերը կարող է խուճապահար առաջացնի ժողովրդի արտահոսք, ժողովուրդը ուղղակի դուրս գնա, որը որտեղով կարողանա գնա, ինչ արագությամբ կարողանա։ Այսինքն ցանկացած պահի վտանգված է, ցանկացած հարվածով կարող է այնպես ստացի, որ հսկայական թվով մարդիկ, իսկ չմոռանանք 90 միլիոնոց երկիր է։ Հսկայական թվով մարդիկ որոշեն դուրս գալ։ Այսօր արդեն դուրս գալը ֆիքսվում է, այսօր արդեն տեսնում են, որ որոշակի խնդիրներ են առաջանում։ Այսօր արդեն Կարմիր խաչի վրան են դրել սահմանի մոտ Իրանից մտնող, որպեսզի տեսնեն ինչով կարող են օգնել։ Դե դուք պատկերացրեք, որ եթե հանկարծ այնպիսի հարված լինի, որ մարդիկ հասկանան, որ ռադիացիոն ֆոնը փոխվեց, կիլոմետրի 10 կիլոմետրերը մարդ չես գտնի։ Շտաբ դուս են գալու, իսկ շտաբ խոճապահար դուս եք ուր պետք է գնա, ամենամոտ տեղը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել է Իրանի հետ բանակցություններում եվրոպական առաջարկները, ՄԱԳԱՏԵ-ի աշխատանքի վերահսկում եւ ուրանի հարստացման զորայացում, Իրանի բալեստիկ հրթիռների վերահսկողություն, տարածաշրջանային խմբավորումների ֆինանսավորման դադարեցում, օտարերկրյա պատանդների ազատում։ Իրանը պետք է ցույց տա, որ պատրաստ է բանակցությունների, ասել է Մակրոնը։ Իհարկե ինչ որ ասում է, որ Իրանը շատ է օգնել տարածաշրջանային խմբավորումներին, որի մասին այնքան են խոսել, որ նրանք ապակայունացել են անգամ պետություններ, այդ պետությունները չեն կայացել Իրանի մեղքով, որտեղ ինքը զինված խմբավորումներ է պահել, Համասին պահել է, էլի սեկտոր Գազա։ Ընդհանրապես այնտեղ պետություններ պետության ներսում։ Հեզբոլլան չէր թողում կայանա Լիբանանը, հութիները չեն թողում կայանա Եմենը, ամբողջ օրը հրթիռակոծության տակ են։ Այսինքն տեսանք Սիրիայի հետ կապված ինչ տեղի ունեցավ։ Այնտեղ որտեղ ինքը աջակցել է, եւ միշտ ասում ենք, չէ, եթե մեզ էլ ուզում տենց աջակցի ոնց որ իրան շատ շնորհակալ ենք, ավելի լավ է չաջակցես, որտեղ տեսել ենք այդ աջակցելու խնդիրը եւ մեկ է տեսել ենք ոնց է հանձնել Սիրիան 11 օրվա ընթացքում Թուրքիային։ Եթե այդ ձևի է ձեր աջակցությունը, ավելի լավ է չաջակցեք, բայց խնդիրը ստեղ ուրիշ է։ Ֆրանսիան երբ որ այս հարցերն առաջ է քաշում, իսկ մեկը հարցնի, Իրանը մտածում է, որ բալեստիկ հրթիռները, որ դուք վերահսկեք, որից հետո ինքը ոնց է հարվածելու։ Հիմա ինքը գաղտնիության պայմանների ինչ որ բան է ստեղծել եւ դրանով հարվածում։ Եթե դուք այս ամեն ինչը ասում էիք, մինչեւ պատերազմ սկսելը նորմալ է։ Նաև պահանջները դնելն էլ է նորմալ, բայց դուք այս պահանջները դնելու ընթացքում արդեն Իսրայելը հարվածեց։ Հարվածելուց հետո նրանք հարվածեցիք, որ նրանք կապիտուլյացիայի տանեք, այդ տեսեք, վերացնում ենք ձեր երկիրը, դե հիմա համաձայնվեք սրան, նրանք էլ պատասխանեցին։ Այդ պատասխանելուց հետո սա արդեն մի քանի օր ուշացած առաջարկները։ Այո, առաջարկությունները կարող է հնչի, որ ասի եկեք նստենք խոսենք, բայց հիմա արդեն Իրանն էլ ուրիշ ձևի է խոսում։ Ասում է, իսկ դուք այդ բանը վերահսկողությունը միջուկային զենքի հետ կապված, իսկ կարող է մի հատ էլ վերահսկեք տենանք Իսրայելը ինչա կատարվում։ Քանի մարտագլխիկ ունի եւ որտեղ է պահում։ Չէ, չեք անելու։ Բան չեք միակողմանի։ Իսկ մինչև այդ նա այդ լեզուն չէր ունենա, որտեղ դեռ դուք չէիք հարվածել, նա էլ չէր պատասխանել։ Sky News-ը հաղորդում է, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պայմաններում Իրանն այսօր Ժնևում բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Իրանական կողմը բանակցությունները ներկայացնում է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Եվրոպական երկրների պատվիրակությունը գլխավորում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները։ Բանակցություններին մասնակցում է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին ԱՄՆ-ի վարչակազմի ուղերձը կփոխանցի Արաղչիին Ժնևի բանակցություններում։ Դե ինքը նախապես երեք խոսում ենք, որ հանդիպել էր, որպեսզի նրանք, քանի որ ուղիղ չեն բանակցում, Իրանն ասում է ուղիղ բանակցելու բան չունեմ, քանի Իսրայելը հարվածում է, ինչ են քննարկում։ Եվ իհարկե սա նաև գալիս է նրանից, որ հիմա շարունակությունն էլ նայենք, այո, Իրանը ցույց է տալիս, որ պատրաստ են բանակցությունների, բայց ոչ Ամերիկայի հետ, որովհետև Ամերիկան կոնֆլիկտի կողմն է, նա աջակցում է Իսրայելին։ Իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնը կոչ արել նախագահ Դոնալդ Թրամփին մեղմացնել Իսրայելի եւ Իրանի միջև առկա հակամարտությունը։ Մինչև այժմ ԱՄՆ-ն խուսափել է հակամարտությանն անմիջապես ներքաշվելուց, բայց օգնել է Իսրայելին խոցել Թեհրանից արձակված հրթիռները։ Այնուամենայնիվ կան որոշ նշաններ, որ Թրամփի վարչակազմը կարող է ավելի անմիջականորեն ներգրավվել հակամարտությանը։ Պարոն Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այսպիսով կարող է պաշտոնավարել հավերժ, այսինքն նա իշխանության է եղել վերջին 20 տարվա մեծ մասը, ասել է նախկին նախագահը։ Իհարկե իշխանության մեջ եղել, այո, վերջին 20 տարվա մեջ եթե հաշվենք 15 տարի, բայց քանի որ նախկին ժամկետում 3 տարի էլ էր եղել 96-99 թվականներին, արդեն 18 տարի վարչապետ է։ Բայց եւ ինչ է ասում Բիլ Քլինտոնը, մի քիչ ավելի ընդհանրական նայենք իր ասածին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր նախագահներն էլ Իսրայելին օգնել են, Ամերիկայի էլիտան Իսրայելին միշտ էլ օգնել է, անկախ նայած դեմոկրատ թե հանրապետական։ Ամեն մեկը մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց բոլորն էլ օգնել են։ Իսկ Դոնալդ Թրամփը երբ որ եկավ ու սենց մի ուրիշ ձևի սիրող
սիրով սկսեց սիրել Իսրայելին, շատ ավելի մեծ սիրով, շատ մեծ վնաս հասցրեց Իսրայելին եւ շատ մեծ վնաս հասցրեց նաեւ իր երկրում Իսրայելի նկատմամբ, հրեաների նկատմամբ մթնոլորտին։ Այդքան շատ պետք չէր սիրել։ Այդ սիրով խեղդում է Տրամփը Իսրայելին։ Բայց զարմանալին է, որ Իսրայելը ողջևորվեց այդ սիրուց։ Այդ է զարմանալի, որտեղ ինչի համար եմ ասում։ Իսրայելին իրական սիրողները ով էր։ Ջիմի Քարտերն էր, որը որ բանակցեց խորհրդային միության գրկից պոկեց Եգիպտոսը, առաջի արաբական երկիրը, որը ռիսկ արեց արաբական այդ միությունից դուրս գալ, այդ կոալիցիայից դուրս գալ եւ միանալ եւ Իսրայելի այդ առաջի պայմանագիրը կնքեց։ Ինչա նրանք չէին սիրում Իսրայելի 1978 թվականի Քեյփ Դեվիդյան համաձայնագիրն եմ ասում, երկու համաձայնագիր է, իսկ 79 թվականին արդեն Վաշինգտոնում ստորագրված խաղաղության պայմանագիրը, որ դա եղավ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի բարձր հովանու ներքո։ Իսրայելից էլ մասնակցում էր վարչապետ Մենահեմ Բեգինը, Եգիպտոսից էլ Անվար Սադաթը, որ հրեաները ներողություն արաբները ոտի կանգնեցին, դավաճան համարեցին, արաբական պետությունների լիգայում նրա անդամակցությունը կասեցրեցին, շտաբ բանը հանեցին կայանը Եգիպտոսից Թունիս տարան հետո էլի հետ բերեցին, այս ամեն ինչը գիտեն 81 թվականին էլ շքերթի ժամանակ գնդակահարեցին Անվար Սադաթին, որ դու դավաճանեցիր մեր շահերը։ Այդպես վարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը շատ չէր սիրում Իսրայելին, բայց այնպիսի քայլ արեց Իսրայելի համար, որ Իսրայելը մեծ հաճույքով սիրահոժար հրաժարվեց Սինայա թերակղզու վրա վերահսկողությունից, որը Եգիպտոսիններ պատերազմի ժամանակ, 6-օրյա պատերազմի ժամանակ վերցրել էր Իսրայելը, սիրահոժար հանձնեց հանուն խաղաղության։ Այդպես են սիրում Իսրայելին, իսկ Տրամփի արածը այդ սերը չի։ Դրա համար Քլինտոնը որ ասում է, չմոռանանք, որ երկրորդն էլ Քլինտոնն էր, որ երբ որ Հորդանանին համոզեցին, որ Հորդանանը նաև երկրորդ արաբական պետությունը եղավ, խաղաղության պայմանագիր ստորագրեց 1994 թվականին։ Եվ կարողացան այդ մի արաբական պետությանն էլ պոկեն մյուսներին դաս տալու համար, որտեղ սկսեցին եւ Եգիպտոսին շատ լավ աջակցել Ամերիկան եւ Հորդանանին աջակցել։ Այո, այդ ժամանակ էլ Բիլ Քլինտոնի 42-րդ նախագահ Բիլ Քլինտոնի բարձր հովանու ներքո այդ պայմանավորվածությունը եղավ։ Հուսեյն իբն Տալալներ գնացին, ողջունեցին եւ Իսրայելի կողմից էլ վարչապետ Իցխակ Ռաբինը, մի մարդ, որը որ եղել է գեներալ, որը որ եղել է 6-օրյա պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետը եւ իր օպերացիայով այդ հաղթանակը տարան կոալիցիոն ուժերի դեմ։ Ու շատ դուրս տարածքներ բոլորից վերցրեցին, բոլորը չթվարկեմ, խոսել ենք էլի մի առիթ կլինի կխոսենք։ Այսինքն ինչի համար եմ ասում։ Չնայած իհարկե պայմանագիրը Հորդանանի կողմից վարչապետը ստորագրեց, ոչ թե Հուսեյն իբն Տալալը, այսօրվա Աբդուլլա II-ի հայրը։ Ինչի համար եմ ասում, որ բայց ուղղակի ինքը այնտեղ էր, որպես այդ ամբողջ միջոցառման, այսպես ասած, քավորները։ Եվ ինչի համար եմ սա ասում, այդ ձևի պետք է արվեր։ Իրանի հետ լեզու գտնեիք, համոզեիք, ինչ անեիք, լուծում գտնեիք, որ Իրանը իսկապես միջուկային զենք չստեղծի, որտեղ դուք տեսնում եք, որ միջուկային զենք չի ստեղծում։ Դրա շարունակությունն էլ հիմա կասեմ, որովհետև մեզ համար ակնհայտորեն ասում եմ, ոչ մի պարագայում կողմերից որևէ մեկի հաղթանակը մեզ համար խնդրեմ է, այդ շատ ենք խոսել։ Ուստեղ բացարձակ մենք չենք կարող ոչ մի փուլում ելնենք կոնֆլիկտի կողմ։ Նույնիսկ ամենավերջի փուլում, երբ որ իմանանք ով է հաղթելու, որտեղ այդ հաղթանակը վերջնական չի, այդ հաղթանակով հետագայում շատ բաներ է փոխվելու, մեզ դա մեր կռիվը չի։ NBC News-ը գրել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը Դոնալդ Տրամփի հետ տարաձայնությունների պատճառով հեռացվել է Իրանի եւ Իսրայելի հակամարտության քննարկումներից։ Բացի դրանից ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին էլ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հավաքված ապացույցները դժվար թե հիմք հանդիսանան որևէ ռազմական գործողության համար, ինչի համար ասի, եւ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարի ասածը եւ հետախուզության ղեկավարի ասածը ինչն էր, որ այսօր շատ հեռու է Իրանը միջուկային զենք ստեղծելու, անգամ տարիներով է հեռու, ոչ թե ամիսներով։ Իսկ Դոնալդ Տրամփն ասում է, ոչ, ես ասել եմ շատ արագ ստեղծելու, եթե
շատ արագ ստեղծելու է, ուրեմն մենք իրան պետք է շատ արագ հարվածենք։ Եվ մեկ էլ կանգնում է իր հետախուզության ղեկավարն ասում է, տենց բան չկա, չի ստեղծում, ասում է դու էլ ես կողմերը չերևաս։ Քո հետ չենք քննարկելու։ Այն դեպքում, երբ որ այդ մարդն է վերլուծելու եւ դնի սեղանին, այդ մարդը, որին ինքն է նշանակել Դոնալդ Տրամպը, ընդամենը 4 ամիս առաջ, այսինքն դու մի մարդու նշանակում ես, որ այդքան վստահում ես, այդ մարդը վերում է փաթեթը դնում է սեղանին, ասում է այդ մարդիկ տարիներով սկի չեն կարող միջուկային զենք ստեղծել, ասում ես ոնց, ես ասել եմ հաշված օրերով ստեղծելու են, դու եկայիններ ինչ ես ասում, դե այս կողմերը մի երևա։ Դու մի մասնակցի այդ բանակցությանը։ Իմաստը որն է, որ ապատեղեկատվության հիման վրա հարված հասցնես։ Այսինքն նախ քո իմիջին հարված հասցնես։ Ամերիկասուն խոստացել էր խաղաղություն բերել։ Ինչ ես ներքաշում պատերազմի մեջ։ Կամ որ ներքաշվեցիր Իրանը մի օրում վերանալու, հա։ Եվ Մագատեն էլ նույնն է ասում, հերոյ են այդ մարդիկ դրանից։ Եվ դրա համար ինչի համար եմ սա ասում, որ այս ամեն ինչը մենք պետք է ուշադրությամբ նայենք, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, երբ որ ասենք այս քայլերին գնում է, չէ, այս քայլերին գնալու հետ կապված, դա իսկապես խնդիր է ստեղծում։ Իսկ այդ խնդիրը նաև մեզ համար ինչով է ստեղծված։ Մենք տեսնում ենք, չէ, որ մեր իշխանությունները ասենց ինքնամոռաց հարաբերությունը լավացնեն Թուրքիա-Ադրբեջան, անվտանգությունը ակնկալեն նրանցից։ Բայց այդ դեպքում հարց է ծագում, ինչպիսին կլինի մեր տարածաշրջանը Իրանի դիմադրելու, Իրանի չդիմադրելու, Իրանի պարտվելու կամ Իրանի հաղթելու դեմ, որ եւ դա ինչպես է, մենք ինչպես ենք դա կարողանալու այն պարտավորությունները, որը ստանձնում է հենց այսօր Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում, որի հիման վրա վերցնելու է այդ հորդորները եւ գնա Ալիևի հետ նստի նաեւ Ալիևի այդ պարտավորություն ձեռք բերի, այսինքն մեր վերաբերմունքը հստակեցվելու է, ցույց են տալու, որ տեսեք, Ռուսաստանից փոխվելու քայլեր ենք անում, բայց Ռուսաստանից փոխվելու քայլեր անող Սիրիայի պարագայում ազդեցությունն անցավ Թուրքիային։ Մենք դրանից գոհ էինք։ Քանի անգամ ենք խոսել դրա մասին։ Եվրամիությունը գոհ է Ռուսաստանից փոխելա, Ամերիկան գոհ է Ռուսաստանից փոխելա, Իրանից փոխելա, բայց մենք էլ ենք գոհ։ Թուրքիային այդքան դերակատարություն տալը մենք գոհ ենք։ Այսինքն դա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդունում է այն ծրագիրը, որ այո, եթե Հայաստանն ասնի Թուրքիայի ազդեցության տակ, այդ պարագայում որևէ խնդրեմ չկա։ Ռուսաստանից կփոխվենք, Իրանից էլ կփոխվենք, որովհետև Ամերիկան դե Իրանի հետ ճշտամական վիճակում է։ Այսինքն եթե Թուրքիային ոնց էր ողջունում Դոնալդ Տրամպն ասում էր, տեսակ 2000 տարի չէր հաջողում Սիրիան վերցնել, տեսակ ոնց Էրդողանը վերցրեց Իրանն էստեղը տեղին գովեց ամեն ինչ եւ այլ եւ այլ։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանն ինքն է նախաձեռնություն հանդես բերում, որպեսզի Թուրքիան դառնա մեր կուրատորը, այսպես ասած, համակարգողը դառնա։ Եվ նաեւ քանի որ Թուրքիան էլ շատ հանգիստ իր հարցերը կարող է լուծի բանի հետ Ադրբեջանի հետ, մի խոսքով արդեն խնդիրը պարզ է։ Թուրքիան կապվում է Ադրբեջանի հետ, որևէ խնդրեմ իրանք չունեն, իրանց հարցերը լուծվում է եւ այդ պարագայում ստացվում է նրանք են ունենում Հայաստանի վրա ազդեցություն։ Եվրոպան էլ ասում է, եթե դու գոհ եք, ես ի՞նչ խնդրեմ ունեմ, որ այդ ճանապարհով էլ թող հանգիստ Հայաստանի տարածքով գնան։ Մեկը վերահսկողությունը դառնալու է արևմտյան վերահսկողություն, եթե Թուրքիային պատվիրակում է թե Հայաստանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Եվրոպա, ի՞նչ խնդրեմ ունեն, որ, բայց մենք խնդրեմ չունենք։ Մենք խնդրեմ չունենք, որ Թուրքիան է վերահսկելու։ Ու մենակ չասենք, վայ, դες բան չկա։ Նիկոլ Փաշինյանը հո դրա համար չի գնացել։ Գիտենք ինչի համար է գնացել, ժողովուրդ ջան, անկախ նայած թե ինքը ինչ կհայտարարի։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի պետդումայի փոխոստնակ Վլադիսլավ Դավանկովը հայտնել է. Ռուսաստանի արտգործնախարարության քաղաքական ապաստան տրամադրելու հարցում է ստացել նախարարությունը Իլոն Մասկից։ Ինձ թվում է Իլոն Մասկը սխալներ է թույլ տվել, բայց այդ սխալները պետք է կարողանալ ներել։ Եթե չստացվի, մենք նրան միշտ սպասում ենք։ Նա իր տեխնոլոգիականության եւ տեսլականի տեսանկյունից շատ ուժեղ է, նշել է ռուս պատգամավորը։ Իհարկե արտգործնախարարությունը չի մեկնաբանել, թե իսկապես դա կա թե չէ, որտեղ իրանք միամսվա ժամկետ ունեն պատասխանելու, բայց տեսեք, այս գիտաֆանտաստիկ խայտառակությունը, ժողովուրդ ջան, եթե նույնիսկ Իլոն Մասկը դիմել է, եթե նույնիսկ նրան չընդունեն կամ ընդունեն, դուք պատկերացնեք սա ինչա նշանակում։
Այս մարդու առաջ բացել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնիքները, ապօրինի բացել էին, դեմը փռել էին, ճղում եմ ինձ ասում եմ ժողովուրդ, եթե այդ մարդը այդքան ինտելեկտուալ է, արհեստական ինտելեկտի էլ այդպիսի ծրագրեր ունի, եթե այդ մարդը անում է դեբիլություն, եթե ինքը դեբիլ չի, ուրեմն այդ մարդը գործակալ է, բարդ չի չէ ինքան մարդային խոսքը մշտապես լսում եւ անգամ ինձ են հիշացնում թե ինչ եմ ասել չէի հավատում ես բայց ինքը իր փառքի գագաթնակետի ժամանակ էր ասում տեսեք Ամերիկայի համար ինչ են կանում Ամերիկայի համար տնտեսական քաղաքականություն էր ասում որ գնանք Աֆրիկա հարցնենք ասենք ժողովուրդ ձեր մեջի տնտեսագետը 4-րդ դասարանի կրթությամբ ով է որ քարեր ճարելով մաթեմատիկա է սովորել նրան հարցնենք ասի ես ասողը դեբիլ է Բայց ասում է, եթե մարդը դեբիլ չի, բայց ասում է դեբիլություն, այդ մարդը գործակալ է ժողովուրդ ջան։ Եթե դու նույնիսկ տարաձայնություն ունես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, քաղաքական ապաստանը որն է, քո կյանքին վտանգ է սպառնում։ Կամ եթե նույնիսկ սպառնում է, գնա Կանադա, գնա Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղից դուրս ես եկել, Հերվաշենից եկել ես, հասել ես Ամերիկա, Հիմա էլ ուզում ես գնաս մենակ են որ դու հայտարարում ես ուզում եմ գամ Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանա մի երկիր որը օկուպանտ է մի երկիր որ մտել է ուրիշի տարածք ու ցույց ես տալիս որ դու մենակ կարաս քաղաքական ապաստան Ռուսաստանից կարող է ուզի հենց այնպես կարող է մեկ ուզենա գնա բայց եթե դու ասում ես քաղաքական ապաստան դա մենակ գործակալն է տենց բան անում որովհետև կապերը նրա հետ է Այսինքն դու այդտեղ քեզ կոմֆորտնի կզգաս, այսպես ասած, կոմֆորտի դաշտում կլնես, որտեղ ուրիշ բացատրություն չկա, ոնց կարող է մեկը Ամերիկայից քաղաքական ապաստան ուզի Ռուսաստանի, դուք պատկերացնում եք դա ինչ է։ Դուք պատկերացնեք դա ինչ վիրավորանք է, որ այդ մարդը Ամերիկայի տնտեսական քաղաքականությունը ձեռն եք դրել, թույլ եք տալիս, որ ինքը վիրավորի դատական համակարգը, թույլ եք տալիս, որ ինքը վիրավորի կոնգրեսը, թույլ եք տալիս, որ ինքը եվրոպական պետությունների ղեկավարին ամենավերջի վիրավորական արտահայտություններն անի։ Ասում եք ինքը գիտի, լավ անում, բայց ինքն է ստանձնել, ինքն էլ այդ ամեն ինչը կանի։ Հիմա հասկացաք, սա ապտակ է ուղղակի։ Ինքը իրանով միեսիմով չի Բայց այս քայլը ապտակ է Ամերիկային, ոչ թե նրա համար, որ Ամերիկայից գնում է Ռուսաստան, դուք ում ձեռն եք ձեր երկիրը դրել, որ կարող է լկտի ձևով պահել իրան կառավարության անդամների հետ, կարող էր ամբողջ պետության չինովնիկներին ասել 5 կետանոց ամեն շաբաթ մի հատ գրեք ինչ է կարել է շաբաթ մատյանարներ ներկաբացականներ ամբողջ Ամերիկայի պետական ծառայողներին այս ինչեր եք թույլ տվել մի մարդու որը կարող է գործից դուրս գալու հաջորդ օրը կռվի երկրի նախագահի հետ մյուս օրն էլ քաղաքական ապաստան ուզի Ռուսաստանից բայց ենք քննարկել ժողովուրդ ջան Կարծիքն է կարևոր, չեմ ասում, որ եթե դուք ուրիշ որոշում ունենաք, դրանով աշխարհը կփոխվի կամ իմ որոշումով աշխարհը կփոխվի, բայց դուք ձեզ կհարգեք, որ դուք չեք ընդունել այն ինչ որ ձեզ հետ կատարվում է։ Իսկ դա վերաբերում է ամբողջ աշխարհին։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։